Ողջույն գործարար ալիքին միացած ռադիոլսողներ եւ դիտողներ։ Դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը։ Ես Գայա Սոյանն եմ, եթերում խաղի կանոներ հաղորդաշարն է, որը մենք իրականացնում ենք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ։ Մեր այսօրվա հյուրը Արեգ Հովհաննիսյան, հանձնաժողովի սպառողների շահերի պաշտպանության վարչության պետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վերջին շրջանում տաղավարում հաճախ ենք խոսում սպառողների շահերի պաշտպանության, այդ ոլորտում կատարված տարբեր միջոցառումների, վերահսկողության գործիքների եւ այլնի մասին, բայց այսօր փորձենք նաեւ խոսենք հենց սպառողների շահերի մասին։ Հայաստանում որոնք են այն ամենահաճախ խախտումները, որոնք գրանցվում են սպառողների շահերի ոլորտում։ Շնորհակալություն հարցի համար։ Ամենատարածված խախտումներն են ապրանքների ոչ լիարժեք կամ մոլորեցնող տեղեկատվության տրամադրումը, երաշխիքային պարտականությունների չկատարումը, սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանները կամ դրանցում սահմանված պահանջների խախտումը եւ գումարի վերադարձի անհիմն հրաժարումը։ Այսինքն, երբ սպառողները վերադասման ենթակա ապրանքները օրենքով սահմանված ժամկետում փորձում են փոխարինել կամ վերադարձնել, տնտեսվարող սուբյեկտները անհիմն հրաժարվում են։ Քաղաքացիները հիմնականում որ ոլորտից են ամենաշատը բողոքում։ Բողոքները բազմաթիվ են եւ տարբեր ոլորտներում, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ դիմումները առավել շատ վերաբերում են մանրածախ առևտրին, առցանց գնումներին, կապի հեռահաղորդակցության ծառայություններին, բանկային եւ ֆինանսական ծառայություններին, արտերկրից առաքումների ժամկետների ուշացումներին, ինչպես նաեւ կընդգծեմ կոմունալ ծառայություններին։ Իսկ ինչպիսին է դինամիկան, վստահությունը դեպի հանձնաժողով հաճախորդի կողմից։ Մի փոքր սրա մասին էլ խոսենք։ Ընդհանուր առմամբ նկատվում է դրական դինամիկան, աճել է սպառողների դիմումների եւ խորհրդատվության հարցումների թիվը, ինչը վկայում է քաղաքացիների իրազեկվածության բարձրացման եւ իրավունքի պաշտպանության պատրաստակամության մասին։ Միևնույն ժամանակ աճել է վստահությունը հանձնաժողովի եւ նրա կողմից կիրառվող մեխանիզմների նկատմամբ։ Պետք է նշեմ, որ քաղաքացիները հաճախ ավելի շատ դիմում են ոչ միայն խախտումների դեպքում, այլ նաև իրենց իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։ Այս միտումը ցույց է տալիս, որ սպառողները սկսել են ակտիվորեն օգտվել իրենց իրավունքներից, իսկ հանձնաժողովը դիտարկում են արդեն որպես հարցունավետ հարթակ իրենց խնդիրների եւ լուծումների համար։ Սակայն վստահության հետագա ամրապնդման համար շատ կարևորում եմ շարունակել իրազեկման աշխատանքները եւ ապահովել սպառողների դիմումների արագ եւ արդյունավետ քննությունը։ Երևի թե 1 տարի առաջ դուք ներդրեցիք սպառողի օգնական գործիքը, որքանով սա լավացրեց աշխատանքը եւ արդյունավետությունը ինչքան կգնահատեք։ Սպառողի օգնական հարթակը հեշտացրել է սպառողների եւ հանձնաժողովի միջև կապը, ինչպես նաեւ բարձրացրել է սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետությունը։ Պետք է նշեմ, որ հարթակը ներդնելով մի շարք դրական փոփոխություններ են կատարվել, մասնավորապես սպառողներին հնարավորություն է ընձեռվել ավելի հեշտ եւ արագ դիմումներ եւ բողոքներ ներկայացնել, ինչպես նաեւ կրճատվել է բողոքների քննարկումների ժամանակը, ավելացել է սպառողների իրազեկվածությունը իրենց իրավունքների մասին, հանձնաժողովին ընձեռվել է հնարավորություն ավելի արագ բացահայտել համակարգային խնդիրներն ու խախտումները, տնտեսվարող սուբյեկտների մոտ աճել է պատրաստակամության մակարդակը, քանի որ սպառողների արձագանքները արդեն բոլորին դարձել են տեսանելի եւ հասանելի, ինչպես նաեւ հարթակի միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա հնարավոր է դարձել վերլուծել թե որ ոլորտներում են հաճախ խախտվում սպառողների իրավունքները եւ մշակել համապատասխան քաղաքականություն։ Պետք է նաեւ հպարտորեն նշեմ, որ հանձնաժողովի կողմից սպառողի օգնական հարթակի նախաձեռնությունը սպառողների պաշտպանության եւ իրավակիրառման միջազգային ցանցի, այսինքն ICPN-ի սպառողների կրթության մրցանակա
բաշխության շրջանակում ընտրվել է 3 լավագույն նախաձեռնությունների շարքում իր անվանակարգում։ Այս հաջողությունը եւս մեկ անգամ վկայում է, որ նորարար գործիքները Հայաստանի Հանրապետություն ներդնելը կարող է լինել մրցունակ եւ արժանանալ միջազգային մասնագիտական հանրության գնահատականին։ Եթե խոսենք սպառողների սխալների մասին, որտեղից էլ երբեմն գալիս է իրավունքների խախտումը, որոնք են ամենատարածված սխալները։ Սպառողները հաճախ չեն պահանջում ՀԴՄ կտրոններ, իրենց կողմից կնքվող պայմանագրերում չեն ընթերցում մանրամասները եւ չեն պահպանում գնումը հիմնավորող փաստաթղթերը, ինչը հետագայում կդժվարացնի իրավունքի պաշտպանությունը։ Եթե խոսենք արդեն տնտեսվարողների որոշումների մասին, ինչպիսին են հիմնականում դրանք։ Կան տնտեսվարողներ, որոնք ավելի շատ հակված են հօգուտ սպառողի որոշում կայացնել, թե հիմնականում ամեն դեպքում տնտեսվարողը փորձում է իր շահը առաջ տանել։ Ես պետք է նշեմ, որ ընդհանուր առմամբ նկատվում է դրական փոփոխությունները եւ տնտեսվարող սուբյեկտների զգալի մասը փորձում է բողոքները լուծել անմիջական շփման միջոցով առանց հանձնաժողովին հասնելու։ Սուբյեկտները աստիճանաբար գիտակցում են, որ սպառողների վստահությունը ամենակարևոր իրենց ռեսուրսներից է եւ հաճախորդամետ մոտեցումը հաջողության կարևոր նախապայմանն է։ Իհարկե հանդիպում են դեպքեր, երբ տնտեսվարող սուբյեկտները սկզբնական փուլում ընտրում են պաշտպանողական դիրքորոշում եւ համաձայնության կողմերը չեն հասնում, այդ դեպքերում արդեն բողոքները քննում է հանձնաժողովը։ Միայն Հայաստանի քաղաքացիները կարող են դիմել հանձնաժողովին, որովհետև մեզ մոտ նաև շատ զբոսաշրջիկներ են հանդիպում եւ գուցե իրենց իրավունքները եւս սպառողների շահերի պաշտպանության ոլորտում խախտվում է։ Իրենք եւս կարող են դիմել հանձնաժողովին։ Հանձնաժողով կարող են դիմել ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլ նաև այն անձինք, ում իրավունքները խախտվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ քաղաքացիությունից։ Այսինքն սա նշանակում է, որ զբոսաշրջիկները եւս կարող են դիմումներ եւ բողոքներ ներկայացնել, որոնք առնչվում են անբարեխիղճ առևտրային վարքագծի, մոլորեցնող գովազդի կամ սպառողների իրավունքները խախտելու հետ կապված։ Զբոսաշրջության ակտիվ սեզոնին մենք եւս ստանում ենք դիմումներ եւ բողոքներ, հիմնականում այդ դիմումները եւ բողոքները վերաբերում են ծառայության պայմաններին, գնային տեղեկատվությանը կամ գովազդվող եւ փաստացի մատուցվող ծառայությունների միջև անհամապատասխանություններին։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ սպառողները շատ հաճախ նաև փորձում են իրենց իրավունքների մասին իմանալ։ Կարող ենք եզրակացնել, որ այսօր սպառողը ավելի շատ պահանջատեր է եւ ավելի շատ է փորձում իմանալ իրավունքը եւ ըստ այդմ պաշտպանել դա։ Այո, կարող ենք ասել, որ մենք ունենք ոչ միայն իրազեկված սպառող, այլ նաև արդեն պահանջատեր դարձած։ Սպառողները աստիճանաբար գիտակցում են, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը ոչ թե գումարն է, այլ իրավունքի պաշտպանության մշակույթի ձևավորումը։ Գործնականում հանդիպում են դեպքեր, երբ վեճը վերաբերում է փոքր կամ սիմվոլիկ գումարին, նման դեպքերում քաղաքացիների շարժառիթը ոչ թե գումարն է, այլ այն, որ տնտեսվարողները ճանաչեն եւ վերացնեն խախտումները։ Այս միտումը ցույց է տալիս, որ հանրությունում ձևավորվում է իրավագիտակցության բարձր մակարդակ եւ սպառողները արձագանքում են փոքր խախտումներին։ Եվ ինչ պետք է անի սպառողը, երբ իր իրավունքը խախտվում է, օրինակ, եթե փորձել է ինչ-որ օնլայն գնում կատարել եւ հագուստ է պատվիրել, փոխարենը եկել է այլ ապրանք։ Այդ պարագայում ինչ պետք է անի սպառողը։ Այդ պարագայում շատ կարեւոր է ապացույցների հավաքագրումը։ Նախ կարծում եմ պետք է առաջի հերթին ունենալ լուսանկար պատվերի կամ ձեռք բերված ապրանքի լուսանկար, պատվերի հավաստումը, այո, վճարման անդորրագիրը եւ եթե կա որևէ նամակագրություն, այդ ապացույցները։ Եվ երկրորդ քայլով կառաջարկեի հանձնաժողովին բողոք ներկայացնել սպառողի օգնական հարթակի միջոցով գցել այդ ապացույցները։ Այս դեպքերում շատ կարևոր է ապացույցների հավաքագրումը հետագա առավել արագ եւ արդյունավետ իրավունքները պաշտպանելու համար։
Սպառողների շահերի պաշտպանության ոլորտում եղել են մի քանի վարույթներ, որոնք են դրանք եւ հիմնականում որ ուղղությամբ են եղել։ Ես պետք է նշեմ, որ սպառողների շահերի դեմ ուղղված խախտումների վերաբերյալ հանձնաժողովը շուրջ 80 վարույթ է իրականացրել։ Վարույթները վերաբերել են ապրանքների կամ ծառայությունների ոչ լիարժեք կամ մոլորեցնող տեղեկատվության տրամադրմանը կամ գովազդի հայտարարությունը եւ իրական իրավիճակի անհամապատասխանությունը։ Վարույթների արդյունքում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ, նշանակվելով տուգանքներ, որոշ դեպքերում տրվել է նախազգուշացում, բայց բոլոր տնտեսվարող սուբյեկտներին սահմանված ժամկետում հանձնարարել է վերացնել խախտումները։ Ես պետք է նշեմ, որ հանձնաժողովը ոչ միայն վարույթներ է իրականացնում, այլ մի շարք միջոցառումներ է իրականացնում կանխելու իրավախախտումները, մասնավորապես մշակում է տարբեր ուղեցույցներ, տնտեսվարող սուբյեկտների հետ բացատրական աշխատանքներ է իրականացնում, տալիս է պարզաբանումներ, որ զերծ մնան իրավախախտումներից։ Եվ ի վերջո, սպառողի շահերի պաշտպանությունը կարող է նպաստել տնտեսության զարգացմանը եւ ինչպես։ Այո, իհարկե, կարծում եմ ինքը ուղղակիորեն կապ ունի, երբ տնտեսվարողները լինում են պաշտպանված, արդեն բիզնես միջավայրը ավտոմատ կերպով զարգանում է։ Եվ վերադառնալով կրկին սպառողին, հենց ուզում եմ մի փոքր ավելի բացենք այն օրինակը, որ դուք սիմվոլիկ գումարի մասին խոսեցիք։ Ինչպես եղավ դա, ինչ դեպքեր կոնկրետ, եթե կարող եք ներկայացնեք մեր ռադիոընկերներին, վստահաբար կհետաքրքրի։ Այո, իհարկե։ Սպառողը բողոք էր ներկայացրել, բողոքը վերաբերում էր առցանց ծառայության պատվերին, երբ սպառողները առցանց պատվիրում էին այդ ծառայությունը, պայմանական ծառայության գումարը կազմում էր 1000 դրամ, մինչդեռ տնտեսվարող սուբյեկտը գանձում էր ոչ միայն 1000 դրամ, այլ նաև 20 դրամ միջնորդավճար եւ որևէ կերպ չէր տեղեկացնում սպառողին, այսինքն 20 դրամ միջնորդավճարի վերաբերյալ տեղեկատվությունը սպառողը հնարավոր էր տեղեկանալ բացառությամբ բանկային քաղվածքով։ Մենք իրականացրեցինք վարույթի շրջանակներում իհարկե տնտեսվարող սուբյեկտը չընդունեց եւ պարզաբանում տվեց, որ 20 դրամը դա միջնորդավճար է բանկային եւ ինքը որևէ կապ չունի եւ ծառայության պատվերի հետ որևէ կապ չունի, սակայն հանձնաժողովը գտավ, որ սպառողի համար էական չէ, երբ որ ինքը օգտվում է ծառայությունից եւ պատվիրում է, ինքը պետք է տեղեկանա ինչքան գումար է վճարում այդ ծառայության համար։ Արդյունքում պատասխանատվության ենթարկվեց տնտեսվարող սուբյեկտը եւ հանձնարարվեց վերացնել, եւ սուբյեկտը վերացրեց, ընդունեց այդ ամենը։ Այսինքն գնի մեջ ներառեցի նաև այդ 20 դրամ միջնորդավճարը։ Այո, այժմ ցուցադրվում է միջնորդավճարի գումարը, այսինքն ընդհանուր պատվերի հետ։ Եվ պարզաբանեք, ինչպես սպառողը կարող է օգտվել սպառողի օգնական հարթակից եւ բարձրաձայնել խնդրի մասին, իրավունքների ոտնահարման մասին եւ ստանա արդյունավետ օգնություն։ Սպառողի օգնական հարթակը կարող են գտնել մեր սպառողները մեր պաշտոնական կայքում, այսինքն competition.am կայքում։ Սպառողի օգնականը հնարավորություն է ընձեռնում սպառողին ներկայացնել իր բողոքը եւ անմիջապես այդ բողոքը կուղարկվի տնտեսվարող սուբյեկտին։ Տնտեսվարող սուբյեկտի եւ սպառողի միջև կապն է դա։ Տնտեսվարող սուբյեկտին հնարավորություն է տրվում 14 օրվա ընթացքում սպառողի հարցը լուծել։ Եթե տնտեսվարող սուբյեկտը հրաժարվում է լուծել այդ հարցը, սպառողը հնարավորություն ունի բողոքարկելու դիրքորոշումը տնտեսվարող սուբյեկտի եւ այդ պարագայում արդեն բողոքը ուղարկվում է հասարակական կազմակերպություններին, իրավաբանական գրասենյակներին, որոնք արդեն փորձում են իրենց միջոցներով փորձել լուծել սպառողի հարցը։ Եվ այդ դրանից հետո, երբ հասարակական կազմակերպությունները եւ իրավաբանական գրասենյակները նույնպես չեն կարողանում հարցը լուծել սպառողների, արդեն այդ բողոքը քննում է հանձնաժողովը։
Հանձնաժողովը սկսում է իրականացնել ուսումնասիրության շրջանակներում հավաքագրում է ապացույցներ խնդրի վերաբերյալ եւ եթե գտնվում է լիազորությունների շրջանակներում հարուցում է վարույթներ։ Իսկ եթե բողոքը գտնվում է այլ պետական մարմնում, արդեն վերահասցեագրվում է այլ պետական մարմիններ։ Ունեցել ենք դեպքեր, երբ վարույթներ ենք իրականացրել, մասնավորապես սպառողը տեսել է հայտարարություն, որ ակցիա է իրականացվել ծննդյան օրերին, օրինակ, չգիտեմ, ժամացույց գնելու դեպքում ձեզ զեղչ է արվում, մինչդեռ սպառողը երբ այցելել է խանութ սրահ եւ ուզել է այդ ակցիայի շրջանակներում զեղչը, այնտեղ ուղղակի հրաժարվել են եւ ասել են, որ պետք է ցույց տաս ծննդյան վկայականը եւ այլն, սպառողը ներկայացրել է հեռախոսով ներկայացրել է ծննդյանի ամսաթիվը հավաստող փաստաթուղթ, որ ծնունդն է, սակայն այնտեղից պահանջել են կոնկրետ թղթով։ Այդպես բողոքը ներկայացվել է սպառողի օգնականով, սուբյեկտը չի լուծել հարցը եւ գործը հասել է հանձնաժողով։ Հանձնաժողովը հարուցել է վարույթ, ընկերությունը ընդունել է, ուղղել է իրավարքագիծը եւ սպառողի հարցնել է լուծել, այսինքն իր անհատական վեճնել է լուծվել։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը, ես Գայա Սոյանը կհանդիպենք։